Փառք Հիսուսին, արեք նրա ջիգարով, ծափարենք Տիրոջը։ Հալելույա։ Փառք Հիսուսին, դու կարող ես նստել Տիրոջ ներկայության մեջ, Տերը օրհնի քեզ։ Հալելույա, փառք։ Այսօրվա իմ քարոզի թեման ում վրա է քո հույսը։ Ում վրա ես դու հույս դրել։ Գիտես, այսօր մենք տեսնում ենք աշխարհը ու շատերը հույսները ում վրա են դրել, ինչի վրա են դնում ու ինչ է սպասում դրա վերջում։ Որտեղ եթե քո հույսը Աստված չի, ուրեմն դու լուրջ խնդիր ունես։ Որտեղ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է եւ ասում է, որ մենք մեր ամբողջ հույսը եւ հավատքը դնենք իր վրա, հավատանք, որ Աստված կա եւ իրեն մոտեցողներին վարձատույց է լինում։ Հալելույա։ Դու հավատում ես, որ Աստված կա, այսօր դու պետք է մոտենաս նրան եւ վարձքը վերցնես քո արած գործերի համար, որտեղ այս գնով գնվեցանք եւ այդ գինը, որ Աստված վճարեց մեզ, մենք պետք է գնահատենք եւ երբեք չմոռանանք։ Որտեղ շատ կարևոր է, երբ որ մենք միշտ հիշում ենք, թե ով ենք եւ Աստված մեզ ինչ դարձրեց։ Մենք մեռած ենք, բայց Աստված կենդանացրեց։ Մենք խավարում ենք, բայց Աստված մեզ վերցրեց այդ խավարից եւ դրեց իր փառավոր լույսի մեջ։ Մենք մեղքի մեջ ենք ապրում եւ մեղքի վարձքը մահն էր, բայց Աստված իր շնորհքով փրկեց մեզ, մեր մեղքերը շնորհելով մեզ։ Նա օգնեց մեզ, որպեսզի մենք կյանք ունենանք, որտեղ ոչ թե մենք ընտրեցինք իրան, այլ ինքը ընտրեց մեզ եւ քանի որ նա ինքն է ընտրել մեզ, մենք պետք է մեր հավատարմությունը ցույց տանք նրան եւ երբեք չմոռանանք, թե ով ենք մենք։ Հալելույա։ Եվ ինչ ծրագիր ունի Աստված այստեղ յուրաքանչյուրի համար եւ Աստված ինչ տեսիք ունի մեզ համար, հալելույա, որպես իր զավակներ։ Եվ մենք տեսնում ենք կար նպատակ, մի նպատակը մեկն է, որ իր ժողովրդին ստրկությունից անի։ Աստծո նպատակն է, որ այն ժողովուրդը, որին ինքը ընտրել էր, այդ ծանր իրավիճակի մեջ գտնվելով իր ձայնը բարձրացրեց դեպի Աստված, Աստված լսեց։ Հալելույա, ամեն։ Ով հավատում որ Աստված լսում է։ Բայց գիտես, Աստված լսում է այն ժամանակ, երբ որ դու հավատում ես իրան, երբ որ դու զգում ես իրան, երբ որ դու գնում ես իր ճանապարհներով եւ իր տեսիլքի մեջ ես։ Որտեղ եթե դու դուրսն ես, Աստծո բանակից դուրս ես գալիս, դու չես կարող հաճելի լինես ասում, ոչ էլ քո աղոթքները լսելի կլինեն, որ մի հետաքրքիր բան անում սատանան, նա փակում է քո աղոթքի ճանապարհը, որովհետեւ դու նվիրված չես ասում։ Եվ շատ մարդիկ մտածում են, որ իրենց աղոթքը լսվում է, ես քեզ ասում եմ, այն մարդիկ, ովքեր որ Աստծոց հեռանում են եւ Աստծո ծրագրերի մեջ չեն, նրանց աղոթքը չի լսվում։ Եվ գիտես, գալիս է մի պահ, երբ որ գնում է օծությունը, գալիս է, գիտես, մի հետաքրքիր իրավիճակ, որ դու այլևս Աստծո հետ կապ չես ունեն եւ սկսում ես ընկնել փրփրտուքների մեջ։ Ինչպես գիտեք, Սավուղը ընկավ այդ փրփրտուքների մեջ, որտեղ նա այլևս նրա աղոթքները չէր լսում եւ նա աղոթքները չէր պատասխանում եւ նա փնտրում էր մեկին, հալելույա, որի միջոցով կարա Աստծոց խոսք ստանա եւ գնաց մեռել հարցուկների մոտ։ Եվ գիտես հետաքրքիր որն է, նա ասեց ինձ հանիր այդ մեռելներից Սամվելին, երբ որ Սամվելը դուրս եկավ նա ասեց դու մահանալու ես, բայց դա Սամվելը չէր։ Եվ այսօր շատ ժամանակ մարդու վրայից երբ որ գնում է Աստծո հետ փոխհարաբերության ամեն այդ վստահությունը ինքը սկսում է ընկնել փրփրտուքների մեջ եւ մտածում է որ ինչ որ մեկը կարա իր համար Աստծոց խոսք բերի։ Եվ այդ մարդկանց իրանք չեն գտնում, որովհետև չեն հարմարվում այն իրավիճակին, որի մեջ իրանք կան։ Այդ գոռոզությունն է, հպարտությունն է մարդու եւ գիտես անտարբերությունն է Աստծո հետ հարաբերության մեջ։ Ում վրա քո հույսը։ Երբեք մարդու վրա հույս չդնես։ Որտեղ խոսք ասում է որ իր հույսը դնի մարդու վրա նա կանիծվի, բայց այն մարդը որ իր հույսը կդնի ին վրա կլինի օրհնված։
Երբ որ մեր հույսը Աստված է, մենք չենք նայում ոչ մոքի, այլ նայում ենք Աստծուն, հալելույա, Աստծո հավատարմությանը, նրա խոսքին, Փառք Հիսուսին, որտեղ մենք չենք սպասում մարդուց, այլ սպասում ենք Աստծուց։ Բոլոր իրավիճակների մեջ սպասիր Աստծուց։ Ամեն, այո, ամեն։ Ամեն։ Եթե դու ճշտես քո հարաբերությունը Աստծո հետ, դու երբեք վախի մեջ չես ապրի։ Այլ դու ամեն ժամանակ Աստծոց խոսք ստանաս եւ Աստված կտա քեզ ճշմարտության ճանապարհը եւ այն իրավիճակի մեջ գտնվելու մեջ օգտակար կլինի քեզ քո հարցերը լուծելու համար, հալելույա, որտեղ ոչ մի մարդ չի կարա քեզ օգնի։ Գիտեք, իմ ծառայությունների ընթացքում ես շատ եմ տեսել այդ իրավիճակները, որ մարդիկ եկել են ասել մենք քո հետ ենք, մենք ամեն ինչում քո հետ ենք, բայց ոչ մի բանում նրանք չեն եղել մեծ։ Դրանք լոկ խոսքեր են, գիտես, երբ որ դու հաստատված չի քո մեջ հավատարմությունը եւ Աստծո հետ փոխհարաբերությունը, դու չես կարա ոչ մեկի հետ լինես։ Եվ այսօր Աստված հավաքել է մեզ, որպեսզի միաբանի իրան, որ մեր հույսը իրանով եւ իր հետ կապով լինի, հալելույա, մեր միաբանությունը։ Հասկանալի եմ ասում։ Մենք պետք է ամուր բռնենք հոգու միաբանությունը, որ կարողանանք ճիշտ հասնենք տեղ։ Որտեղ այսօր շատերն են կանչված, քչերն են ընտրված, բայց նաև այդ ընտրյալների միջից էլ մարդիկ հրաժարվում են Աստծո հետ ճիշտ փոխհարաբերություն, ճիշտ ճանապարհ անցնել։ Եվ քանի որ չի եկել ժամանակը, գիտես Աստծո խոսքը ասում է, քանի դեռ չի եկել օրերը, հիշեք։ Հիշեք ով է ձեր Աստված։ Քանի չեն եկել վատ օրերը, քանի չեն եկել դժվարությունները, քանի չոր, գիտես հələ չես ընկել, հիշիր։ Քո ստեղծողին։ Կարաս պատտվես կողքին տասած, ամեն ժամանակ հիշի քո ստեղծողին։ Հալելույա։ Այսօր գիտես շատ մարդիկ կարող են ասեն ինչի վրա է հույսը դրել, գնում ես եկեղեցի։ Էտո վրա է հույսը դրել հովի։ Երբեք հովի վրա հույս չդնես ու ոչ մի ծառայողի վրա հույս չդնես։ Ստես դու հույսը դիր Աստծուն։ Երբ որ քո հույսը Աստված է, դու քո կողքինիդ կսիրես, դու քո կողքինիդ կօգնես եւ կողքինիդ հետ կլինես։ Ամեն տեղ։ Այո, համաձայն եք, Փառք Հիսուսին, Փառք Հիսուսին, և այսօր օրն է, հալելույա, ուզում եմ կարդամ 4-րդ թագավորաց, արեք բացենք Աստծո խոսքով, շարժվենք առաջ, ում վրա ես դու քո հույսը դրել և կողքից, երբ որ նայում են քեզ, արդյոք տեսնում են, որ քո հույսը Աստված է։ Եվ իրանց հավատքը ավելի է ինչ անում։ Շատանում, բարձանում, հալելույա, երբ որ քո հույսը Աստված է, դու երբեք նավաբեկության չես հանդիպի։ Եվ հավատքից չես հեռանա, եւ ծառայության մեջ Աստծո հավատարիմ կլինես։ Հալելույա։ Իսկ դու կանչված ես ծառայելու, հալելույա, իր այգու մեջ, ասա Աստված ինձ կանչել է իր այգին։ Ու քեզ պարապ, ով է ուզում վարձք ստանա Աստծուց։ Կաս թե մարդը որ վարձք է ուզում։ Ինչ պետք է անես այգու մեջ։ Դու չես գալու, գիտես կիրակի օրը նստես կամ շաբաթ օրը նստես ծառայության գնաս տուն, լսես խոսքը գնաս տուն, ոչինչ չանես ու ասես Աստված ջան, ինձ վարձքս Վարձքը ստանում ես այն ժամանակ, երբ որ գործ ես անում։ Հիմա ինչքան կանես, էդի Աստված գիտի, ինքն է պայմանավորվում քո հետ։ Ոնց որ այդ ժամանակ ինքը պայմանավորվեց առավոտ, հանդիպեց կանչեց, ցերեկը կանչեց, իրիգունը կանչեց, այն փոքր ժամանակը, ովքեր որ մարդիկ աշխատեցին, նույն վարձքը ստացան նրանց հետ, ովքեր որ սկզբից էին աշխատում առավոտից։ Դրա համար սիրելիս, դու վարձք ունես։ Պատտվի կողքին տասը դու վարձք ունես, այն ժամանակ երբ որ աշխատում ես, երբ որ ծառայում ես, երբ որ ինչ-որ բան անում ես Աստծո համար։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Ամեն։
4-րդ թագավորաց 18-րդ գլուխ 5-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Սա Եզեկիայի մասին է խոսում, թագավորի, եւ թագավորը մի հետաքրքիր այստեղ խոսքը ասում է. եւ ապավինեց Իսրայելի Տեր Աստծուն, հալելույա, բայց նայեք, սա որն է։ Սկզբից է, 6-ից, 5-ից։ Նա իր հույսը կապեց Տիրոջ Իսրայելի Աստծո հետ եւ նրան նմանը չեղավ Հուդայի ոչ հաջորդ, ոչ էլ նախորդ բոլոր թագավորների մեջ։ Ով է իր հույսը դրա Աստծո վրա։ Ասում է նա ապավինեց այստեղ այս թագավորության մեջ, բայց մյուս խոսքերում ասում է նա իր հույսը դրեց Աստծո Տիրոջ վրա, հալելույա։ Նա Տիրոջն ապավինեց, նրա ճանապարհից չխոտորվեց, պահեց Մովսեսին պատգամած պատվիրանները։ Ասա ես չեմ խոտորվելու Աստծո ճանապարհից։ Հալելույա։ Եվ հավեց Տիրոջը եւ չհրաժարվեց նրա հետևից գնալուց ու պահեց նրա պատվերները, որ Տերը պատվիրել էր Մովսեսին, հալելույա։ Դու պահում ես այդ պատվիրանները։ Ով ուզում ամբողջ սրտով պահի։ Հալելույա։ Ու դի գիտեք, եթե մի պատվիրան դու չես պահում, դու արդեն Աստծուց հեռանում ես։ Եթե դու Աստծո հետ չես քայլում, դու հաճելի չես նրան։ Գիտես, մենք Աստծո խոսքի մեջ տեսնում ենք, թե ով Աստծո հետ քայլում էր, ինչ օրհնություններ էր ունենում։ Ով Աստծո հետ ճիշտ էր վարվում, ինչ կյանք էր ունենում։ Եվ Աստծո հետ ճիշտ վարվելու համար պետք է մի բան, հալելույա, լսել ու կատարել։ Ոչ թե միայն լսել, այլ կատարել։ Երբ որ դու գործ ես անում, որտեղ հավատք առանց գործերի մահացած է, երբ որ դու գործ ես անում հավատքի գործ, դա արդեն բերում Աստծո հրաշալի ներկայությունը եւ խոսքը քո կյանքում դառնում է կենդանի։ Գիտեք, սատանան ինչի՞ց է սարսափում։ Աստծո խոսքից։ Որտեղ Աստծո խոսքով ինքը փախավ։ Խոսքը ասում է դեմ կանգնի ու ինքը կփախնի։ Ոնց հավատքի խոսք, ասա հավատքի խոսք։ Եվ այսօր աշխարհը շատ ժամանակ ցուցադրական, միայն աշխարհն է կարող ցուցադրական սուտ երթումներ տալ։ Ճշմարիտ հավատացյալը, ճշմարիտ հոգևոր մարդը ինքը չի կարա սուտ խոսի եւ չի կարա կեղծավորություն անի, նրա Տերը Հիսուս Քրիստոսն է, որ նա ճշմարիտ է։ Հալելույա։ Ես շատ բաներ ենք տեսնում մեր ընթացքում մեր ծառայությունների մեջ եւ մարդկանց խոսումները դառնում են զրո, երբ որ այդտեղ Աստված չկա։ Երբ որ Աստված կա, բոլոր խոստումները իրականություն են դառնում։ Երբ որ դու ասում ես, այո, Տեր իմ Աստված, ես սիրում եմ քեզ, հալելույա, եւ դրա հետևում կանգնած այն հույսը, այն հավատքը, որ դու հավատում ես կենդանի Աստծուն եւ դու նրա հետ ես կայլում, ապա չի ուշանում Աստված օգնելու քեզ բոլոր իրավիճակների մեջ։ Եվ գիտես, հետաքրքիր որն է, երբ որ ես նայում էի, մի հետաքրքիր բան Տերը ցույց տվեց ինձ։ Գիտեք, եթե մարդը հոգու մեջ է, նա հավատարիմ է։ Եթե մարդը հոգու մեջ չի, անհավատարիմ է։ Ստեք դուք։ Հիշում եք, երբ որ դեռ Սուրբ Հոգին չէր իջել, ինչ էին ասում աշակերտները Հիսուսին։ Մեռնելու կգնանք քո հետ։ Ամեն ինչ կանենք քո համար։ Գիտեք, մեկին ասեց, նրան ում որ օծել էր, հալելույա, քո հիմքի վրա կառուցեմ իմ եկեղեցին, դժոխքի դռներ չեն հասնի։ Եկավ ժամանակը հավատարմության, ասեց գլուխ մի գովա, մի ասա, որտեվ հավը դեռ չկանչած 3 անգամ կուրանաս։ Մյուսին ասեց, ինչ որ անելու ես գնա արա։ Մյուսներն էլ ասեց, բոլորդ կփախնեք եւ ինձ մենակ կտողնեք։ Երբեք մարդկային
ոչ մի գործ չանես։ Քո գործը հոգով լցված, Աստծո խոսքի հիմքի վրա կառուցված, պետք է լինի քայլ, որը որ հաճելի կլինի Աստծուն։ Դու այստեղ ես։ Amen. Հալելույա։ Տերը նրա հետ էր, ուր որ գնում էր, հաջողություններ ունենում։ Ասա Տեր, եղի իմ հետ։ Պատտվի կողքիդ, ասա Տերը թող քո հետ լինի ամեն տեղ։ Հավատարիմ եղի։ Ու տեսեք ինչ ասում։ Հալելույա, Տերը նրա հետ էր, ինչի էր նրա հետ, որտեղ ամբողջ հույսը Եզեկիել Աստծո վրա էր։ Եվ Տերը նրա հետ էր։ Եվ ասում, եւ ուր որ գնում էր, հաջողություն էր ունենում, նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ եւ չհապատակվեց նրան։ Ասա աշխարհը իմ կյանքում տեղ չունի։ Պատտվի կողքինիդ ասա աշխարհը քո կյանքում տեղ պետք է չունենա։ Փակ Հիսուսին։ Աշխարհը միջև այդ գիտես ասորեստանցիք ահագին վնաս էին պատճառում, որտեղ միշտ պահում էին գիտես լարված իրավիճակի մեջ։ Բայց երբ որ եկա պահը եւ այդ վստահությունը հույսը առ Աստված սկսեց գործել, հալելույա, նա ապստամբեց, որտեղ գիտեր, որ Աստված իր հետ է եւ իր ամբողջ հույսը Աստված էր։ Փառք Հիսուսին։ Եվ Տերը նրա հետ էր, եւ Եզեկիան ինչ որ անում էր, խելամտորեն էր անում։ Շուրարի կողքին ասա դու խելամուտ պետք է անես ինչ որ անում ես։ Գիտես ենք ցավալի է, եւ մենք տեսնում ենք աշխարհը ինչա ոնց է գնում։ Գիտեք սիրելիներս, ես ես բարի լուր ունեմ ասելու, հալելույա։ Գիտեք որն է բարի լուրը, ով որ հավատում է, ով որ հույս ունի առ Աստված, եւ ով որ հավատարիմ Աստծո խոսքին, եւ նրա հետ է քայլում, նա ունի փրկություն։ Գիտեք շատ ժամանակ մենք մտածում ենք, ինչքան լավն ենք մենք, երբեք Աստծուն չմերժես։ Դու կարող ասես, ես չեմ մերժում Աստծուն։ Գիտեք, եթե դու այսօր կանգնած ես այստեղ նստած ես Փառք Հիսուսին ու քեզ համարում ես Տիրոջ մարմնի անդամ եւ ծառայում ես Տիրոջը ու գալիս է մի օր, որ դու ասում ես Տիրոջը, ես ժամանակ չունեմ, զբաղված եմ։ Շատ մարդիկ մտածում են, որ Աստված ասում է, դե լավ, այնքան լավն ես դու, ես ներում եմ քեզ, գնա քո գործերով։ Աստծո խոսքի մեջ այդ ձևի տեղ չկա։ Ասա ես խելամուտ պետք է լինեմ։ Նորից պատտվի կողքին ասա դու խելամուտ պետք է գործես։ Ու տեսեք, երբ որ նա հակառակվեց, գիտես խոսքը ասում է հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի։ Ասա այսօր սատանան փախչելու է։ Նա ջարդեց փղշտացիներին միջև Գազա եւ նրա սահմանները պահապանների աշտարակից միջև Պարսպավոր քաղաքը։ Հալելույա։ Ամեն։ Եզեկիայի 4-րդ տարում, որ Իսրայելի թագավոր Էլայի որդի Օվսեի 7-րդ տարին էր, Աստորստեն Սամսար թագավորը հարձակվեց Սամարիա եւ պաշարեց այն։ Եվ մենք տեսնում ենք այն շարունակությունը, թե ինչ է լինում։ Ամեն։ Ասա Աստված ամեն։ Գիտես շատերը կգան կասեն, ինչի՞ ես հույս դրել։ Ասորստան թագավորը ասեց Եզեկիան, «Էտոն վրա ես հույս դրել»։ Ու այսօր շատերը կարող ասեն, «Էդ ինչի վրա է հույսը դրել»։ Հեսա կտեսնենք։ Ասա սատանան երբեք իմ ընկնելը չի տեսնելու։ Բարձրացած ձեռքերդ ու ասա, սատանա դու իմ ընկնելը չես տեսնելու։ Հավիտյան։ Փառք Հիսուսին։ Գիտես խի, որտեղ մեր հույսը պետք է լինի ով, Աստված։ Փառք Տիրոջը։ Ասա փառք Հիսուսին։ Առաջին մնացածած։
Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Առաջին մնացորդած։ Հալելույա, 5-ի 20, 20-ից։ Նրանք ավելի զորավոր էին նրանցից, հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որտեղ պատերազմի ժամանակ իսրայելցիները ասուն էին դիմել եւ նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։ Ասա պատերազմի ժամանակ, իսկ այսօր մենք պատերազմի մեջ ենք, կաս է որ պատերազմի մեջ չի։ Ես օրինակ պատերազմի մեջ եմ։ Ու տեսեք ինչ հետաքրքիր խոսք ասում։ Ու բոլոր նրանց, որ նրանց հետ են մատնվեցին նրանց ձեռքը, որտեղ պատերազմի ժամանակ նրանք աղացին ասում եւ նա գսեց նրանց աղոթքը, քանի որ նրան էին ապավինել։ Մյուս թարգմանության մեջ ասում է, քանի որ նրա վրա էին հույս դրել։ Եվ տեսեք ինչ անում Աստված։ Նրանք գերեվարեցին նրանց անասունները 50,000 ուղտ, 250,000 ոչխար, 2,000 էշ եւ 100,000 մարդ։ Շատերն ապավենեցին։ Հալելույա։ Որտեղ շատերը մեռած են կան, որտեղ այս պատերազմը Աստվածանից էր։ Հալելույա։ Ասա իմ պատերազմը Աստված ավարելու։ Դու իրան։ Դու մի պատերազմի ոչ մեկի է։ Ոչ մի բան մի ասա, լուր մնա։ Որտեղ երբ որ դու մարդուն ուզում ես ինչ-որ բան ապացուցես, ինքը չի հասկանալու, եթե չի ուզում հասկանալ։ Եթե մարդու դու ասում ես, որ հոգևորը ավելի կարևոր է, քան ֆիզիկականը, դու դառնում ես իր աչքի փուշը։ Բայց կողքինիդ ասա քո համար հոգևորն է կարևոր։ Որտև հոգին է կենթանացնողը։ Հույսը դիր Հիսուսի վրա։ Հալելույա։ Ամեն։ Եվ գիտեք, երբ որ նայում մենք հասկանում ենք, որ մեր հույսը միայն պետք է լինի Աստված։ Հալելույա։ Ամեն։ Համաձայն ես իմ հետ։ Ու այսօր հենց դա է, դու պետք է հավատաս։ Հույս, ասա հույս, հավատք եւ սեր։ Նորից ասա հույս, հավատք եւ սեր։ Եվ սերը ամենակարևորն է։ Որտեղ այսօր եթե դու ամենալավ լինես, ինչքան ունեցվածք ունես ծախես 10 ուրիշներին, բայց սեր չունես, դու ոչինչ ես։ Օ, Տեր իմ Աստված, ինչ անեմ ես։ Հալելույա։ Աստված խոստմունք ունի։ Դժվար պահին ինձ հետ ես դու։ Կարաս բարձրացնես ձեռքերդ, ասես Տեր, հավատում եմ եւ հույս ունեմ, որ դժվար պահին ինձ հետ ես դու։ Ինձ մենակ չես թողնում։ Դե շատերը սպասում են, սատանան, ես ձեզ ասեմ, կանգնած սպասում է, մարդու անկում է, ստեք դուք, նա սպասում է հարմար ժամանակ, որ քո հույսդ լինես դու, որ քո հույսդ ինչ-որ մեկը լինի, նա սպասում է այդ ժամանակը, որ ինպես ինչ անի, որ քեզ շեղի Աստծո հետ փոխհարաբերությունից, որ քո համար սովորական դառնա Աստված, եւ դու քո կյանքը չնվիրես նրան, որ դու ամեն բան չանես, որ Աստծուն հաճելի լինես, որ դու ապրես քո համար, քո հաճույքների համար, քո ցանկությունները լրացնելու համար, նա սպասում է այդ պահը, որ բռնի։ Ու հենց նրան հաջողվում է այդ պահը վերցնել, այդ ժամանակ գալիս է մարդու անկման գործընթացը։ Մարդն ընկնում է հավատքից, մարդն ընկնում է Աստծո հետ փոխհարաբերությունից,
Մարդը ընկնում է հոգևոր եւ շունչը եւ մարմինն է դառնում առաջնային։ Ասա փառք ես Հիսուս, որ իմ հույսը դու ես։ Հալելույա։ Դե չեն ես տպավորություն ա դարել այսօր, որ մարդիկ մտածում են, որ իրանք չնեն, եկեղեցին չի լինի, որ իրանք չլինեն, ոչ մի գործ չի լինի։ Գիտեք ինչ հետաքրքիր բան էր, որ ես հեսա կարդամ կտեսնեք, որ Աստված ասեց, ով է հավատում հրաշտակներին, կաս է մարդը, որ հավատում է ու տեսել է։ Հալելույա, Աստծո հրեշտակները մեր հետ են։ Որտեղ ամեն ժամանակ նրանք հսկում են եւ նրանք ծառայում են մեր հետ, մեր բոլոր ճանապարհների մեջ եւ օգնում են բոլոր դժվար ժամանակներում, ինչպես Հիսուսին օգնեցին։ Եվ դե Գեթսեմանում էր։ Եկավ Հիսուսը ասեց. տղերք, աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք։ Ով ազում Հիսուսի հետ ըննի։ Փառք Տիրոջը։ Ընդել էին սաղ ասում, քո հետ Տեր։ Նայեք սիրելիներս, այսօր պետք է մենք հոգուց վերցնենք։ Հոգով պետք է լցվենք։ Մենք պետք է դառնանք հոգևոր մարդիկ, ոչ թե աշխարհիկ, ոչ թե մարմնավոր շնչավոր, այլ հոգևոր, որ կարողանանք դիմակայենք բոլոր մարտահրավերներին։ Այսօր սատանան ամեն մեկին մարտահրավեր է գցում, որ գցի իրան այն դիրքից, որ Աստված տալիս է։ Եվ մարդը չի նայում իրան, Դավիթը, որ Դավիթ էր, միշտ ասում էր, Տեր իմ Աստված, ես իմ ներսը քննում եմ։ Ես տեսնում եմ, որ ինձ նոր օծություն է պետք, ինձ նոր յուղով օծիր։ Որտեղ նաև տեսնում եմ իմ սխալները, որից ուզում եմ ապաշխարեմ եւ ապաշխարում էր։ Բայց այսօր գոռոզ մարդուն դու չես կարող ապաշխարության բերես։ Դու չես կարող հպարտին հետ բերես։ Ինչ ուզում ես արա, մարդը եթե խաբվում է եւ ընկնում է սատանայի ծուղակը, նրան դուրս բերելը շատ դժվար է։ Մոլորված մարդը շատ հեշտ կարա հետ գա, որտեղ Հիսուսը շահագրգռված է մոլորված մարդու հետ բերելու։ Ստես դու։ Բայց ասում մերժած մարդուն Աստված այլևս հնարավորություն չի տալի հետ գալու։ Ինչպես նրանք, ովքեր որ հրավիրված էին։ Պատտվի կողքին տասա դու հրավիրված ես ու հանգած չմերժես։ Ես ասում եմ ձեզ, որտեղ վերջի ժամանակներն են։ Եվ մենք տեսնում ենք այն բոլոր խոսքերը, որոնք որ զգուշացրել Աստված վերջի ժամանակներում եղող մարդկային բնավորությունների եւ մարդկային կարգի վերաբերյալ, մենք տեսնում ենք այսօր ամենը կատարվում է։ Դու կարաս ասես, Հովիվ ջան, ոնց, այնց տես, նայեք մարդկանց պտուղներին։ Որն է իրանց համար առաջնայինը, Աստված, թե Իրանը։ Արեք հիմա բացենք Ղուկաս Ղուկաս 22-րդ գլուխ Հալելույա, փառք Հիսուսին, փառք ես Տեր ջան, որ դու այստեղ ես մեզ հետ։ Քսաներկուսի 40-ը Եվ ասում են, երբ որ այն տեղը հասավ, նրանց ասեց, աղոթ կանեք, որ փորձության մեջ չմտնեք։ Այսօր աղոթքի ծառայությունները շատերի համար դառել են, գիտես, դե ինչ կարևոր է աղոթել։ Ասա Հիսուսն է ասում, որ ես պետք է աղոթեմ։ Պատտվի կողքին տասա Հիսուսն ասում է, աղոթի,
որ փորձության մեջ չընկնես։ Փառք Հիսուսին։ Դրա համար, երբ որ աղոթքի ծառայություններ են լինելու այստեղ, ես հավատում եմ, այստեղ մարդկանց համար տեղ չի լինելու, այնքան մարդիկ են գալու ժամանակին, հիշեք այս օրը։ Ես այս մի տեղ էլ կարդամ ու դուք կտեսնեք դրա կարևորությունը, որ Աստված տալիս է, հալելույա, եւ իր հրեշտակներին ուղարկելու է եւ ճանապարհների կողքից կլինի, այն ամենավատ տեղերից մարդկանց բերելու է լցնի եկեղեցին։ Ստես դու։ Ամեն, ամեն։ Հենց այնպես չի, որ Հիսուսը խոսում է։ Հենց այնպես չի, որ Աստված զգուշացնում է։ Փառք Հիսուսին։ Աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք։ Գաստ է մարդը, որ աղոթում է։ Աստծո խոսքն է ասում, եթե երկրի վրա երկուսը միաբանվեն, բտտվի կողքին տասը դու ինձ պետք ես աղոթքի համար։ Նորից ասա, դու ինձ պետք ես աղոթքի համար։ Որ ես քո հետ միաբանվեմ։ Ով ազում ուրախ լինի։ Իր ուրախությունը կատարյալ լինի։ Ասում եմ, եթե երկուսը միաբանվեն երկրի վրա, ինչ որ աղոթեն կտան նրանց, որպեսզի նրանց ուրախությունը կատարյալ լինի։ Ես ուզում եմ Տեր, բայց չեմ գտնում մեկին, որ միաբանվեմ։ Ծանրաբեռնված եմ, ժամանակ չունեմ, դռներս փակել եմ։ Ասա այսօր օրն է։ Գտի մեկին ու հետ կարաս միաբանվես ու եկեղեցին գնալու է դրա մեջ։ Հալելույա, ամեն, որովհետև մեր հույսը Աստված է։ Իսկ երբ որ հույսը Աստված է, մենք ինչ ենք անում, աղոթում ենք, Աստված մեզ լսում է։ Պատերազմի ժամանակ ասում է, կանչեցին Տիրոջը, Տերը լսեց, հալելույա, ու այդ պատերազմը ինչ արեց։ Հաղթանակով ավարտեց։ Յուրաքանչյուր փորձության մեջ, եթե դու հավատալիմ ես ասում, ես նորից եմ ասում, Աստծո արքայությունը ոչ ուտելիք է, ոչ խմելիք։ Ստես դու, այսօր լավ էր ասում, Ռոզանան, հալելույա, ուտել։ Փող։ Լավ կյանք։ Գիտես լավ կյանքը ով է։ Ով է իմանում կյանքը ով է։ Ասա իմ կյանքը դու ես Տեր։ Փառք Հիսուսին։ Աղոթեք, որ փորձության մեջ չմտնեք։ Եվ ինքը հեռացավ նրանցից մոտ մի քանընկես ծնրադրեց աղոթում էր ու ասում, հայր, եթե կամենում ես այս բաժակը ինձանից հեռացրու, բայց թե ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի, հալելույա։ Ասա Տեր, թող կամքը թող լինի։ Գիտես, այսօր ինչքան մարդիկ կարիք ունեն Աստծո, որովհետև այնքան երկիրը չարացել, տարբեր հիվանդություններ են այսօր ի հայտ եկել, որ մարդիկ հանգիստ ապրում էին և հանկարծակի իրանց դուռը թակեց հիվանդությունը։ Ու ես տեսնում եմ, որ շատ մարդիկ այսօր փնտրում են իրանց ազատությունը և իրանց բժշկությունը Աստծո մեջ։ Ասա Աստծո մեջ։ Ոչ թե նրանք գնում են բժիշկների հետևից, որտեղ գիտեն, որ բժիշկները այլևս չեն կարող օգնել։ Եվ այս վերջում շատերի հետ հանդիպելուց, այդպիսի կարգավիճակ ունեցող մարդկանց հետ հանդիպելուց, ես տեսնում եմ, որ իրանց հույսը այլևս, այստեղ եք դուք, բժիշկները չեն։ Ոչ էլ իրանց բարեկամների հույսն է բժիշկները։ Որտև ամեն ինչ անում են և բժիշկները ասում են, վերջ, իրան օգնելու մենք ոչ մի կարողություն չունենք։ Ասա Աստված հավատարիմ է։ Դրա համար Աստված քո Տերն է։ Հույսը դիրա վրա։ Գիտեք, երբ որ մենք ասում ենք դժվար պահին, հայր, ոչ թե ինձ ոնց որ ես եմ ուզում, որտև եթե ես ուզենամ, հաստատ լավ չի լինի։
Ստեք դուք։ Եթե ես իմ կամքով շարժվեմ, 100%-ով լավ չի լինելու։ Բայց դրա համար մենք միշտ ասում ենք ոչ թե Տեր, այնպես ոնց որ ես եմ ուզում, այլ քո կամքը, ասա Տիրոջ կամքը։ Բարի, հաճելին ու կատարյալը։ Ու գիտեք, երբ որ դու հրաժարվում ես քո ուզածից, երբ որ դու հրաժարվում ես քո կամքից, եւ Տիրոջ կամքն ես հռչակում, ինչ իրավիճակում է դու ուզում ես եղիր, երկինքը քո կողքին կանգնած է։ Ասա երկնքից հրեշտակը գալու է։ Փառք Հիսուսին։ Ուստի տեսես ասում է, երբ որ ասես թող քո կամքը լինի, եւ նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան, հալելույա։ Ասա Տիրոջ կամքի մեջ զորություն կա։ Նորից ասա Տիրոջ կամքի մեջ զորություն կա։ Որտեղ երկինքն է խառնվում քո գործերին, քո տեսիլքին, քո կյանքին։ Երբ որ երկինքը խառնում է քո կյանքին, դու զորանում ես, ոչ թե տկարանում ես։ Բայց զորությունն է փրկություն բերում։ Ասա զորությունն է հարություն տալիս։ Փառք Հիսուսին։ Չնայած ծեծվեց, արհամարվեց, տանջվեց, խաչը հանվեց, բայց մահացավ եւ հարություն առավ։ Ինչի՞, որտեղ Տիրոջ կամքն էր։ Այսօր շատ ժամանակ դժվար իրավիճակներ երբ որ գալիս են, մենք ուզում ենք մեզանով հարցեր լուծենք, չենք կարալու։ Ստեք դուք բոլոր հարցերի լուծումը, երբ որ դու ասում ես ոչ թե ես Տեր, այլ դու քո կամքը, այդ ժամանակ հրեշտակ կանգնած է։ Փառք Աստծո։ Դրա համար երբեք չթուլանաս։ Այսօր մարդիկ մտածում են, որ գիտես, ով որ իրա քրոջ կամ իրա եղբոր կամ եկեղեցու դեմ դուրս է գալի, ինքը դուրս է գալի Աստծո դեմ։ Ստեք դուք։ Եթե ինչ-որ մեկը կգա ու դուրս եկած կնի ինչ-որ մեկի դեմ, փախի իրանից։ Ով որ կգա չարախոսի իր եղբորն ու քրոջը փախի իրանից։ Ով որ կգա չարախոսի եկեղեցին, ինչ եկեղեցի ուզում է լինի, փախի այդ մարդուց։ Նա իր ուզածն է ուզում անի։ Գիտես իրանց կամքը ուզողները ինչ են անում։ Մարդկանց գողանում են։ Իրա կամքը անողը, իրա ուզածը անողը բոլոր ծառայություններին վնաս է տալիս։ Որտեղ իր ուզած տենց է, ինքը տենց է ուզում։ Ու դու չես կարա ոչ մի բան անես, եթե ինքը տենց է ուզում։ Ու դե երկնքից ոչ մի նշում չկա։ Ատե երկինքը չի խոսում, ատե խոսում է մարդկային եսը, ատե խոսում է մարդկային հպարտությունը։ Ու քանի չի եկե այդ փորձությունը, որտեղ շատերի վրա է գալու այդ փորձությունը, մանավանդ ընտրվածների մնա զգուշ եղեք։ Փառք Հիսուսին։ Հիսուսը մեր հետ է։ Հրեշտակը երևաց եւ ուժ էր տալիս նրան, նա տագնապի մեջ էր եւ ամբողջ հոգով աղոթում էր։ Նրա քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման շիշ-շիշ գետին տապելով։ Աղոթքից վեր կենալով եկավ աշակերտների մոտ, բայց նրանց տրպությունից քնած գտավ։ Ինչ որ մեկի վրա հույս ես դրել, հեսա կգա կօգնի, գնում ես, դու պետք է աղոթես իմ համար, հալելույա, իրար հետ պետք է աղոթեն, գալիս տեն մեզ քնած է։ Ստեք դուք։ Հետո այն պահին, որ պետք է քեզ օգնի, դեր մեզ թռավ, գնաց։ Ինչ որ խոստացել ես, Աստծո խոսքն ասում, ինչ որ ուխտել ես արա։ Կաստ է մարդ ինչ որ մեկի հետ ուխտ արած։ Կա որ դու քո կնոջ հետ ես ուխտ արել։ Կա որ ծառայության համար ես ուխտ արել։
Կա, չես թե որ ուխտ արել եք։ Կա թե մարդ որ ուխտ չի արել ոչ մեկի հետ։ Ես արել եմ։ Ասում են ինչ որ ուխտել ես արա։ Երբ որ դու ասում ես Հիսուս դու իմ Տերն ես այսօրվանից ես քոնն եմ, հալելույա, ես ուխտ եմ անում քո հետ Տեր, դու իմն ես ես քոնն եմ, մնա բա Հիսուսի մեջ։ Աղոթի, որ փորձության մեջ չընկնես։ Նրանք տկարացան, դրա համար քնեցին։ Ու խոսքն ասում է վեր կաց ով քնած, որտեղ լույսը եկել է։ Ասա լույսը եկել է այսօր։ Բտտվի կողքին տասա լույսը եկել է այսօր։ Վեր կաց։ Քո կամքը չի ունենալու։ Ըստ է ոչ մեկից կամքը չի լինելու։ Ու ոչ մեկից ուզածը չի լինելու։ Ասա ասո կամքն է լինելու։ Հալելույա։ Ես շատ է ասում ու Տեր իմ Աստված, ու Տերը գիտես ինչ ասեց։ Շատ բան են ուզում։ Հիմա դու կարող ես շատ բան ուզենաս։ Դու կարող ես ուզենաս շատ բաներ տեսնել, որը որ քո աչքերին հաճելի է, բայց Աստծո աչքերին հաճելի չլինի։ Հավատում ես որ կարա լինի տենց։ Այո, իմ համար հաճելի չի ասում է Տերը։ Եվ որ դու ճիշտ չես վարվում իմ մարմնի մեջ, երբ որ դու ճիշտ չես վարվում, գիտեք շատ մարդիկ մտածում են իրանց սխալ պահելով կամ իրանց հակառակությունով վնասում են մարդու։ Երբեք չմտածես, դու մարդու չես կարա վնասես։ Երբ որ դու հակառակվում ես, դու վնասում ես Աստծուն, Աստծո գործին, դու վնասում ես Աստծո մարմնին։ Հենց այնպես չի խոսքը, որ ասում է, ով որ ձեզ ընդունեց ինձ ընդունում, ով որ ձեզ չընդունեց ինձ չի ընդունում։ Հալելույա։ Ասա փառք ես Տեր, ես քեզ եմ ընդունում։ Եվ ինչ ասում, եկավ աշակերտ տրտմությունից քնած գտավ նրանց, և նրանց ասեց, ինչու եք քնում, բտտվի կողքին ասա դու չպտի քնես։ Նորից ասա, ասա դու չպտի քնես։ Գիտես ինչքան քնած մարդիկ կան։ Հալելույա։ Վեր կացեք, աղոթեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հալելույա։ Ով ասում, ով խոսում ստես։ Եկավ տեսավ քնած են։ Այո, շատ ժամանակ, երբ որ Հիսուսը գալիս է, մեզ քնած է գտնում։ Վեկած։ Հալելույա։ Գիտեք ինչքան ժամանակ ա եղել, երբ որ լավ հանգիստ, խրցնալով քնում ենք, կամ խրցնում ենք, կամ չէ, մարդիկ կան խրցնում են, մարդիկ կան չէ, հանգիստ, բայց քնած ենք, հալելույա, ու Տերը գալիս ասում է, հերիքա քնես վեկած։ Գիտես իմ այսքան տարվա ծառայության մեջ շատ ժամանակ ա եղել, որ Սուրբ Հոգին եկել է, գիշերեն լավ քնի ժամանակ, արթնացրած վեկած, հերիքա քնես։ Հիմա աղոթքի ժամանակն է։ Աղոթի։ Ասա աղոթող մարդուց փորձությունները անցնում են։ Պտտվի կողքինիդ ասա աղոթող մարդուց բոլոր փորձությունները հեռանում են։ Բոլոր հարցերը լուծում են։ Ինչու եք քնում, հարց ա տալի։ Հիմա պատկերացրու, որ Աստված գալիս ասում է, ինչի ես քնում։ Ուր է հավատարմությունդ, ուր է ինձ ծառայելու ցանկությունդ, ուր է իմ հետևից գալու քո նվիրվածությունը, ուր է, ինչու ես քնում։ Հալելույա։ Վերջի տեղն եմ ուզում կարդամ, որ շատ ցավալի է։ Մարդիկ մտածում են, որ Աստծուն թողեցին, որ Աստծուն չնվիրվեցին, ու մտածում են, որ իրանք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, իրանք խաբված են։ Ու նույնը մենք կարանք խաբվենք, եթե մտածենք, որ մենք ինքներս մեզ ինչ-որ բան ենք ներկայացնում, առանց Քրիստոսի։
չխաբվես։ Պտտվի կողքին տասած չխաբվես։ Աստված չի ծաղրվում։ Ամեն ինչը գործով է երևում։ Հիմա սիրելիներս, սենց մի բան։ Փառք Տիրոջը։ Հալելույա, Հայր ջան, մենք հավատում ենք, որ մենք չենք խաբվելու ու ոչ ոք չի կարող խաբի մեզ։ Մենք քեզ ենք նվիրված ու քեզ էլ Տեր իմ Աստված նվիրված մնալու ենք։ Հալելույա։ Հիմա արեք նայենք մյուս տեղը։ Հալելույա, փառք Հիսուսին։ Կարաս ասես փառք ես Տեր։ Մատթեոս 22։ Հալելույա, շելեկուս մլխի։ Հալելույա։ Հալելույա, Տեր ջան, փառք ես։ Առաջի խոսքից։ Հիսուսը դարձյալ խոսեց առակներով ասեց նրանց. երկինքի առկայությունը նմանվեց մի թագավոր մարդու, որ իր որդու համար հարսանիք արեց։ Ասա Աստված հարսանիք անում։ Գիտես մի հատ հետաքրքիր խոսք ասում է. եւ ես սեղան կպատրաստեմ ձեր թշնամիների դիմաց։ Ով ազում է սեղանին նստի։ Դու ուզում ես այդ սեղանի շուրջը նստես, որը որ երևա որ դու Աստծո սեղանին նստած ես ու թշնամին տեսնի քեզ ում հետ, ում սեղանին նստած։ Տեր իմ Աստված, ես ուզում եմ քո սեղանին նստեմ, որ թշնամին տեսնի, որտեղ այդ սեղանը պատրաստված է իմ թշնամիների դիմաց, որ նրանք երբեք իմ կյանքում ոչ մի ազդեցություն չկարողանան ունենալ։ Հալելույա։ Ու տեսեք ինչ ասում։ Նա այդ ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիք կանչելու եւ չցանկացան գալ։ Խնդրում եմ արեք ճիշտ հասկանանք։ Ասում ենք եկեք աղոթքի, այս ինչ օրը եկեղեցական աղոթք է։ Մարդը չի գալի, նշանակում է չի ցանկանում գա։ Եթե մարդը ցանկություն ունենա գալու, Աստված բոլոր ճանապարհները կբացի։ Համաձայն եք իմ հետ։ Արեք, ինչ արեցին, չհամաձայնվեցին, չընդունեցին։ Երբ չցանկացան գալ, նայեք, չի կարա երկրորդ, կամ երրորդ խոսք կլինի, կամ պետքա ցանկանաս, կամ չցանկանաս։ Եթե ասում են արի ծառայության ու դու չես գալի, նշանակում է դու չես ցանկանում գաս։ Ոչ թե ինչ-որ բան է խանգարում, այլ դու չես ցանկանում։ Եվ քո ցանկությունները լրացում է աշխարհում, ոչ թե Աստծո մեջ։ Ոչ թե սեղանին, որտեղ որ թշնամին պարտված է։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց ասելով հրավիրյալներին ասեք, ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտանասունները մորթված են եւ ամեն ինչ պատրաստ է, եկեք հարսանիք։ Ամառ, արի քո կյանքի համար, քո կյանքի բոլոր բնակավարների համար ես օրհնություն եմ պատրաստել։ Ամեն։ Ասա կյանքը դու ես Հիսուս։ Կյանք եմ պատրաստել քեզ։ Ես եմ կյանքը։ Կանչում եմ քեզ այդ կյանքի մեջ, կանչում եմ քեզ իմ մարմնի մեջ, որտեղ երբ որ ես գամ, իմ մարմնի հետևից եմ գալու։ Իմ հարսից հետևից եմ գալու։ Հալելույա։ Տեսեք ինչ ասում, նրանք անտեսելով հեռացան։ Զբաղված ենք։ Գիտեք, այսօր ռիալ ես տեսնում եմ իմ հոգու մեջ, այս ինչ որ գրած է, շատ քրիստոնյաների կյանքում այս նույն իրավիճակն է։ Ու մարդիկ խաբված են, մտածում են, որ իրանք կարան թողեն հեռանան, ու Աստված ասի, վայ ինչքան լավ եք անում։ Ինչքան լավ ես անում, որ ծառայությունը թողում ես։
Ինչքան լավ ես անում, որ ինձ թողում ես, ինձ կենթան, չէ ոնց եմ թողել Տեր իմ Աստված, հալելույա, կգամ, կլսեմ, կգնամ։ Լսելը չի, ասը կատարելն է, խոսքը մարդու բերանից է դուրս գալի։ Եթե ես ասել եմ հավատարիմ եմ քեզ, միջև վերջ հավատարիմ եմ։ Եթե ես ասել եմ քո ծառայությանը հավատարիմ եմ, ես Տեր, միջև վերջ հավատարիմ եմ։ Փառք Հիսուսին։ Համաձայն ես իմ հետ։ Չխաբես, դու չտաս, որ ինչ-որ մեկը քեզ խաբի։ Ամեն։ Նրան կանտեսելով հեռամոցավ, մեկը իր ագարակը, մեկը իր առևտուրին, զարմանում ես։ Եվ մնացածները բռնեցին նրա ծառաներին, նախատեցին և սպանեցին։ Ինչ արեցին, խես ասում, մի ասա, դու խես ասում, բա մենք չապրենք, բա փող չաշխատենք, բա ես չանենք, բա ինչ չանենք, գնացեք արեք, ով ասեմ մի արեք, բայց ասունը, ասա ասունը, ասում, բտտվի կողքին դասը ասնած կեզ հրավիրում է, իր ասեղանի շուրջը նստելու, անհոգ չնես չմերժես, գալիս են վերջի ժամանակները, մենք ապրում ենք վերջի ժամանակներում սիրելիներս, և մենք տեսնում ենք մարդիկ ինչպես են գորոզանում, հպարտանում, ինքնահավան, ավելի շատ, ասես նյութապաշտ, քան թե աստվածապաշտ, լուրջ է, շատ լուրջ է, օրը գիշեր աղոտ կա պետք, ով այն մետ ուզում միաբանվի, որ հանգած փորձության չանդիպենք, իսկ եթե փորձվենք էլ, ընտիր գտնվենք, ով ազում փորձվելով ընտիր գտնվենք, Հալելույա։ Ագարակը մեկը իր առևտուրին մնացածն նախատեցին ու սպանեցին։ Ոնց է սպանում։ Ես շատ էի հարց տալի, Տեր իմ Աստված, ոնց կարա քո ծառաները սպանեն։ Հալելույա։ Գիտես ինչն են անում։ Հոգևորի դեմ են դուրս գալի։ Դուրս են գալի, հա, Աստծո խոսքի դեմ։ Մեր վրա քար շպրտողը Աստծո վրա է շպրտում։ Պտտվի կողքինիդ, ասա եթե դու հավատարիմ մնաս, քո վրա քար գցողը Աստծո վրա է գցում։ Իսկ Աստված գիտի իր անունը սուրբ պահել։ Աջամ ասեց իր ծառաներին, հարսանիքը պատրաստ է, բայց լևիրանները արժանի չէին։ Ստեիք դուք, ինչ ասում Աստված։ Հրավիրված էին, բայց արժանի չեն։ Երբ արժանի չեն, երբ որ մերժում են։ Ասա, ես չեմ մերժելու, պտտվի կողքին տասա դու էլ չպետք է մերժես։ Ահավոր է, սիրելիներս։ Դու գիտեք, որ ահավոր է կենթանի Աստծո ձեռքն գնել է։ Աստծո չես կարող խաղաս։ Դու ինչ եղել լավ, հալելույա, ես հավատում եմ ասում։ Սուտ ես ասում։ Եթե հավատքը գործեր չունի։ Եթե սերը չի առաջնայինը։ Հալելույա։ Ում վրա է քո հույսը։ Պտտվի կողքինի տասա քո հույսը, թող լինի մենակ Աստված։ Հավատարիմ էր ասում։ Ակ գնացեք ճանապարհների խաչմերուկները եւ ում գտնեք հրավիրեք հարսանիքի։ Գնացեք ճանապարհների կողքը այն որ գիտես բանի պետք չեն գնացեք իրանց բերեք սա։ Ու դու ինչ ես մտածում։ Այն օրը հրավիրված է։ Մերժեց։ Հետո նայել նրանց։ Գիտես որտեղից։
ուրիշ տեղից անայելու նրանց, ում որ ինքը հաշվի չէր առել։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Սա ճշմարտությունը։ Ասա ես երբեք ցածրում չեմ մնալու։ Բարձրացա ձեռքերդ, ասա Հիսուս ջան, ես հավատում եմ, որ ես ցածրում չեմ մնալու։ Ու դու միշտ ինձ բարձրում կպայես քո լույսիդ մեջ, որովհետև ես քո հրավերը չեմ մերժելու։ Նորից ասա, քո հրավերը չեմ մերժելու։ Փառք Հիսուսին, որ դու ծափարում ես, բայց շատ մարդիկ կարող է լինեն, որ ճիշտ չհասկանան, բայց դա իրանց խնդիրն է։ Ճիշտ կհասկանան, թե ճիշտ չեն հասկանա, բայց ես իրավունք չունեմ Աստծո խոսքը ճիշտ չմարտակարելու։ Գնացեք ճանապարհի կողքերը ու սաղին հավաքեք վերեք։ Գիտես, եկեղեցին լցվելու է։ Ես ես վստահեցնում եմ, Աստված լցնելու է եկեղեցին։ Ու լցնելու է։ Հալելույա։ Ասա իմ տեղը թափուր չի մնալու։ Ոչ մեկ թող չպարծենա, որ իր տեղը թափուր կմնա։ Միշտ Աստված իր եկեղեցու համար հոգատար է, հոգատանում ու հոգատանելու։ Ամեն։ Աստվածածառաները ճանապարհների վրա դուրս գալով, ասա դուրս են եկել արդեն։ Հավաքեցին բոլոր նրանց, փառք Տիրոջը, գիտեք ինչքան մարդ կա այս քաղաքում, որ Աստված հավաքելու է։ Մենք չէ, ասա Աստված, իր հրեշտակների միջոցով։ Ումա հրամայում իր ծառաներին, մեզ եւ իր հրեշտակներին։ Գնացեք հավաքեք, հավաքելու ենք, ասա հավաքելու ենք, լիքը, ուժեղ երաժիշտներ, ուժեղ ծառայողներ, ավետարանիչներ, ուսուցիչներ, մարգարեներ, հավաքելու ենք, վերելու ենք, գալու են մարդիկ, հալելույա, բայց տեսեք ինչն է, 5-րդ խոսքում ասում են նրանք անտեսելով հեռացան մեկ իր ագարակը, մեկ իր առևտրին, իսկ ուրիշները բռնեցին նրա ծառաներին, խոշկ տնկացին եւ սպանեցին։ Ես շատ էի մտածում այս ուղղությամբ, ասում եմ Տեր իմ Աստված, հալելույա։ Գիտեք ինչ են անում։ Խոսքով, ասա խոսքը սպանում է։ Ես ինչքան են սպանում խոսքով։ Որտեղ իրանց խոսքի մեջ հոգի չկա։ Իրանց գործողությունների մեջ հոգի չկա։ Որտեղ եթե հոգի լինի, սերը ամենաբարձր տեղում կլինի։ Ասում նվիրվածությունը ամենաբարձրում կլինի, այլ ոչ թե ես ուզում եմ այտենց, իմ ուզածն է այտենց։ Գիտես, շատ մարդիկ իրանց ուզածով ընկնում են հենց իրանք։ Ուզեցին, այտենց արեցին, էտա ճիշտ է, իրանց ճիշտ է, էտա։ Դու չես կարա փոխես իրանց ճիշտը։ Նույնն էլ ես այսօր եմ քեզ զգուշացնում, հանգած քո ճշտի հետևից չգնաս։ Դու ճիշտ չես, դու ճիշտ չունես, ճշմարտությունը, ասա ճշմարտությունը Քրիստոսն է։ Կարաս ասես, ճշմարտությունը դու ես Հիսուս։ Ես ճիշտ չեմ, դու ես ճիշտ։ Իմ ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը։ Ոչ թե իմ ուզածը, այլ քո ուզածը։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ասա փառք Հիսուսին։ Ու տեսեք ինչ ասում։ Եվ ում գտնեք, հրավիրեք հարսանիք։ Ծառաները փառք մեր ասում։ Ինչ են անում։ Ճանապարհների վրա դուրս եկան, հավաքեցին բոլոր նրանց ում գտան։ Եվ տեսեք ում, եւ չարերին, եւ բարիներին, եւ հարսանեկը լցվեց հյուրերով։ Ասա, եկեղեցին լցվելու է։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Համաձայն ես Աստծո խոսքին։ Փառք Հիսուսին։